Հիմա անցնենք ֆրանսիական գրքերին։ Գրեթե մեկ ամսից Ֆրանսիան նոր նախագահ կընտրի։ Այս ընտրությունները հավակնում են դառնալ պատմական։ Ֆրանսիայի նախագահի ամենահավանական երկու թեկնածուներից մեկն ազգայնական է, մյուսը ապաքաղաքական, ում չի աջակցում ավանդական քաղաքական ոչ մի կուսակցություն։ Ինչ է կատարվում նախընտրական Ֆրանսիայում եւ ինչու են այս անգամ ֆավորիտ դարձել ամենաարտառոց թեկնածուները։ Նախընտրական գրքերին հետևել է Դավիթ Սարգսյանը։ J'ai décidé de ne pas être candidat à l'élection présidentielle. Այս հայտարարությամբ Ֆրանսիայի նախագահը հրաժարվեց առաջադրվել նախագահի պաշտոնում։ Վարկանիշը անհավանական ցածր է, պարտությունը երաշխավորված։ Փողոցային ցույցերը նախընտրական շրջանում շարունակվում են։ Ֆրանսիան դժգոհ է, բողոքում են ոստիկաններից, դատարաններից, իշխանությունից, ընդդիմությունից։ Մարդիկ դժգոհ են ամեն ինչից։ Առաջին դեպքն է, որ նախագահը հրաժարվում է առաջադրվել երկրորդ անգամ։ Եթե դուք մարդկանց հարցնեք, թե նրանք ինչ կարծիք ունեն քաղաքական դաշտի մասին, կասեն, որ հոգնել են նույն դեմքերից, հոգնել են աջերից ու ձախերից, բոլորից եւ սպասումներ ունեն նոր, թարմ ու տարբերվող թեկնածուներից։ Թեկնածուները 11-ն են, նոր, թարմ ու տարբերվողները 2-ը, հենց նրանք էլ ֆավորիտներն են։ Մարին Լպեն, մարգինալ աչերի առաջնորդն այս պահին առաջատարն է։ Էմանուել Մակրոն, ամենաերիտասարդ թեկնածուն, որը քաղաքական ոչ մի ուղղության հետ կապ չունի, երկրորդն է։ Ֆրանսուଆ Ֆիոն, ամենափորձառու եւ համակարգային միակ ֆավորիտն ընդամենը երրորդն է։ Քվեարկությանը մնացել է 1 ամիս, եթե Ֆիոնը չանցնի, ապա համակարգային առաջատարներին Ֆրանսիան կունենա անկանխատեսելի ծրագրերով նոր առաջնորդ, հակաեվրոպական կամ հակաքաղաքական։ Vive la République! Vive la France! Մարին Լպենի համար քայքայված համակարգը մեծ շանս է, աչազգայնականները երբեք առաջատար չեն եղել, բայց վերջին տարիներին նվաճում են դիրքեր լրջորեն պատրաստվելով ամենաբարձր իշխանության։ Գլխավոր թեզը միգրանտների հոսքի դադարեցում, ազգային արժույթի վերադարձ եւ Frexit։ Chacun en convient, l'Union européenne est un échec. Պետք է ընդունել, որ Եվրամիությունը ձախողվեց ու չկատարեց ոչ մի խոստում, բարեկեցությունը չավելացավ, անվտանգությունը չամրապնդվեց։ Ընտրվելուց 6 ամիս անց ես կկազմակերպեմ Եվրամիության կազմից դուրս գալու հանրաքվե։ C'est que vous, partout, vous alliez le faire gagner! Նա 39 տարեկան է, ավանդական քաղաքական ուժի չի պատկանում, ոչ աջ է, ոչ ձախ, ոչ կենտրոնամետ, իր համար կուսակցություն է ստեղծել, որը գրեթե գոյություն չունի։ Իմ առաջին քայլը լինելու է աշխատաշուկայի ու կրթության ոլորտի համակարգային փոփոխությունը։ Բայց ինչպես եք դուք դա անելու, եթե չունեք խորհրդարանում ներկայացված կուսակցություն։ Մենք ունենք կուսակցություն, որի անդամներին կառաջադրենք առաջիկա ընտրությանը ու անպայման կհաղթենք։ Մակրոնը դարձել է սիրո խորհրդանիշ, նա 15 տարեկանում սիրահարվել է իր ուսուցչուհուն ու ամուսնացել իրենից 20 տարի մեծ կնոջ հետ։ Vive la République! Vive la France! Իսկ ահա Ֆիոնի կինը տապալեց նրա անխուսափելի թվացող հաղթանակը, պարզվեց, որ Ֆրանսիայի նախկին վարչապետը կնոջ համար կեղծ աշխատանք էր ստեղծել ու պետությունը տարիներ շարունակ նրան աշխատավարձ էր վճարել, մինչև սկանդալը Ֆիոնը երկրորդն էր։ L'immigration sans intégration et sans assimilation doit être stoppée. Ըստ հարցումների այս պահին երկրորդ փուլ են անցնում Լպենն ու Մակրոնը, բայց այստեղ աջ ծայրահեղականներին ձախողում է սպասում։ Մարդիկ պատրաստ են որպես բողոքի նշան Լպենին ընտրել առաջին փուլում, բայց երկրորդ փուլում զգուշանում են իշխանության բերել անկառավարելի ազգայնականին։ Եթե չլիներ Ֆիոնի կնոջ սկանդալը, ամեն ինչ կլիներ խիստ կանխատեսելի։ Ֆրանսուଆ Օլանդին կփոխարիներ Ֆրանսուଆ Ֆիոնը, սոցիալիստին հանրապետականը։ Բայց այս պահին Ֆրանսիայի նոր նախագահի ամենահավանական թեկնածուն երիտասարդ ապաքաղաքական ապահամակարգային գեղեցկադեմն է, մշուշոտ ծրագրերով, բացակայող հնարանով ու անսպասելի արարքներով։ Դավիթ Սարգսյան, Post Factum։